Շնորհակալություն։ Ես պարոն Աբրահամյանին խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ վերանայել իրենց տեքստերի բովանդակությունը, որովհետև հնարավոր չէ նույն տեքստերը 5 տարի շարունակ նույնաբովանդակ լսել, մի պատճառով, որովհետև առաջին հերթին դրանք իրականության հետ որևէ կապ չունեն։ Հարգելի գործընկերներ, երեկ Մայրաթոռի դիվանապետ Սամվել Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել, որը այլ կերպ բնութագրել, քան ստի փարիսեցիության եւ երեսպաշտության բենեֆիս ուղղակի հնարավոր չէ։ Այս ժամից ավել տևող հարցազրույցի կամ մամլո ասուլիսի ժամանակ, որը իրականում շատ լսողի համար բավականին երկար կարող էր ընկալվել, որովհետև սարսափելի ձանձրալի էր եւ պայմանավորված հիմնավորապես լրագրողների հարցերի բովանդակությամբ, այնուամենայնիվ մեկ հարց հնչեց, որը ուշագրավ էր, եւ այդ հարցի հեղինակը պետք է նշեմ Factor TV-ի լրագրող Նարեկ Կարապետյանն է, ի պատիվ իրեն, վերջը հարցը հնչեց, ասեց, իսկ ինչու չեք արձագանքում կաթողիկոսի երեխա ունենալու հետ կապված մեղադրանքներին, ինչին ի պատասխան դիվանապետը ասում է, որովհետև, ասում է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, որովհետև դա գռեհիկ հարց է։ Այսինքն մարդուն ասում է, երեխա ունես, զավակ ունեք թե չէ, ասում է, ոչ, դա գռեհիկ հարց է, ես չեմ պատրաստվում այդ հարցին պատասխանել, դա նույնն է, ինչ ես ձեզ հարցնեմ ձեր սեռական կողմնորոշման մասին։ Սա ուղղակի աբսուրդների մի այլ իհարկե աշխարհից է, հարգելի գործընկերներ, ընդ որում զավեշտալին այն է, որ զուգահեռաբար իսկապես գռեհիկ եւ զազրելի այն դրվագին, որը վերագրվում է հենց դիվանապետին, դրա հետ կապված ինքը օր ու գիշեր խոսում է, հերքում, ասում է, ոչ, ես դրա հետ կապ չունեմ, այսինքն ստեղ խնդիր չկա, բայց այ հարցը թե առայն թե կաթողիկոսը արդյոք երեխա ունի թե ոչ, դա գռեհիկության դրա հատնակետն է, դրան չի կարելի անդրադառնալ եւ այսուհետ մենք վերջապես կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնողներից կամ իր կողմնակիցներից ինչ որ պատասխան լսեցինք, հարգելի գործընկերներ, իսկ պատասխանը լեգալն է, որ այդ հարցը պատասխանատվություն չունի, որովհետև դա գռեհիկ հարց է եւ դրան այլևս պետք չէ անդրադառնալ։ Եվ վերջում, հարգելի գործընկերներ, քիչ առաջ հրապարակվեց Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, որոնց մի դրվագին ես ընդամենը հասցրեցի ծանոթանալ եւ ինձ մոտ հարց առաջացավ, անկեղծ ուզում եմ հասկանալ մեր ընդդիմությունը ամիսներ շարունակ ինչի էր պնդում, որ դրանք հրապարակվեին, այսինքն քաղաքական մազոխիզմի դրսևորումները անկեղծորեն շատ տարօրինակ են եւ զարմանալի։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։